Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Դա փոքր բան է։ Եվ այսպես մենք ասում ենք, Աստծուն չի հետաքրքրում դա։ Բայց կարող եմ ձեզ ասել և խնդրում եմ հիշեք սա, եթե մենք Աստծուն չհնազանդվենք փոքր բաներում, երբեք չենք հնազանդվի մեծ բաներում։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, քանի որ տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը, և նույնը կկատարվի քո կյանքում։ Ամեն ինչի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ և ես հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել քեզ ամեն բնագավառում, որտեղ վերքեր ունես։ Այսպիսով տարիներ շարունակ ես քրիստոնյա էի, նախքան դարձա լուրջ քրիստոնյա։ Ուզում եմ, որ բոլորս նայենք մեր կյանքերին այսօր և պարզապես ինքներս մեզ հարցնենք, արդյոք իսկապես լուրջ են վերաբերվում այս ամենին։ Արդյոք Հիսուսը իմ կյանքի մի մասն է կազմում ամբողջ օրվա ընթացքում, թե պարզապես գնում եմ նրա մոտ, երբ խնդիր եմ ունենում։ Եթե դա այդպես է, դուք պարզապես հանդիպում եք նրան, ոչ թե ամուսնացած եք նրա հետ։ Սուրբ Հոգով լցվելուց հետո, երբ խոսքի նկատմամբ մեծ ծարավ ունեցա, սկսեցի հաճախել այնպիսի եկեղեցիներ, որտեղ իսկապես սովորեցնում էին խոսքը, ոչ թե զուտ ուսմունքներ էին տալիս։ Մենք դրանց կարիքն ունենք։ Մենք կարիք ունենք ճիշտ հաստատուն վարդապետության։ Դա այն հիմքն է, որի վրա կանգնած ենք։ Մենք կարիք ունենք սովորելու ինչպես ապրենք։ Եվ մենք կարիք ունենք ասելու բաներ, որոնք մարդիկ կարող են հիշել, երբ հեռանում են։ Բաներ, որոնք կարող են կիրառել իրենց կյանքում։ Եվ ոչ թե բաներ, որոնք հոգևոր և հրաշալի են թվում։ Բայց հետո ոչ ոք չի հիշում, թե ինչ ասվեց այդ օրը։ Այսպիսով ես լսում էի իսկապես օծված քարոզներ և կարդում էի խոսքը, կարդում էի ոչ թե որպես պարտականություն, օրական մեկ գլուխ, այլ այնպես, որ խոսքը կարծես դառնում էր հայելի։ Գիտեք, հնարավոր է դուք ամբողջովին կեղտոտված լինեք, բայց եթե չնայեք ձեզ հայելու մեջ, չեք տեսնի դա։ Պարզապես մտածեք այդ մասին։ Պատկերացնում եք ինձ վրա ամենուրեք ցեխագնդեր ու կեղտեր լինեին։ Բայց եթե ես երբեք չնայեի հայելու մեջ, չէի տեսնի դրանք։ Նկատի ունեմ, որ որոշ մարդիկ, նույնիսկ մեր ծառայության աշխատակիցները ժամանակ առ ժամանակ գալիս են աշխատանքի և ես մտածում եմ. Դու այսօր քեզ հայելու մեջ նայել ես։ Դու կարծես հագած լինես մի վերնաշապիկ, որն ամբողջ գիշեր թողել ես լվացքի մեքենայի մեջ։ Դուք կասեք. եկեղեցում նման բաներ չեն խոսում։ Այո, այդպես է։ Քանի որ մենք ներկայացնում ենք գերազանց Աստծո, գերազանցության Աստծուն։ Երբ Դեյվն ու ես սկսեցինք մեր ծառայությունը, զարմանալիորեն Աստված խոսեց սրտիս։ Ես քեզ ասելու եմ, որ 3 բան անես, և եթե անես, հաջողություն կունենաս։ Այն ինչ անում ես, գերազանց արա։ Իսկ գերազանցություն պարզապես նշանակում է, որ ինչ էլ ունենաս, որքան էլ փոքր դա լինի, գերազանց կերպով հոգ տար դրա համար։ Դուք կարիք չունեք վարելու կեղտոտ մեքենա, որը լի է աղբով։ Եվ այո, կան որոշ մարդիկ, որոնց պետք է ասենք լվա մեքենադ։ Դա ոչ մի կապ չունի քո երկին գնալու կամ չգնալու հետ։ Հարցը դա չէ։ Հարցն այն է, որ եթե դու վերստին ծնված անձ ես, քո անունը գրված է գառան կյանքի գրքում, սակայն ես խոսում եմ այն մասին, թե արդյոք դու ուզում ես ներկայացնել Հիսուսին։ Դու ուզում ես լուսավորել։ Եվ այսպես, ես սիրում եմ քարոզել գերազանցության մասին։ Ես սիրում եմ այս թեմայով սովորեցնել, քանի որ խնդրում եմ սխալ չհասկանաք։ Մեր աշխարհը դարձել է այնքան սովորական, և բոլորն ուզում են հարմարավետություն։ Սակայն մենք կարող ենք հարմարավետ զգալ, լինել հասարակ և միաժամանակ գերազանց։ Ամեն։ Կարծում եմ, որ դա փոփոխություն է բերում։ Ես պարզապես մտածում եմ, որ դա փոփոխություն է բերում։ Եվ այսպես
Երբ սկսեցի իսկապես նայել աշխարհին, հասկացա, որ ես շատ աղտոտված եմ եղել։ Ես ունեմ մի ցանկ, թե ինչ արարքներ եմ գործել անցյալում։ Ես գնում էի եկեղեցի, դասանորդ էի տալիս, ծառայության անձնակազմի մեջ էի, ավետարանչության թիմում էի, մեքենայիս վրա քրիստոնեական պիտակներ էի փակցնում։ Իսկ այս մասում Հիսուսի պատկերով ցիրկոնե քարից մեծ քորոց էի ամրացրել։ Բայց սշտումս չներում ունեի։ Ունեի բարկության հետ կապված խնդիրներ, ես բարկանում էի, եթե իմ ուզածը չէր լինում։ Ես շատ եսասեր էի։ Բամբասում էի, դատող և քննադատող էի։ Լցված էի հպարտությամբ, ունեի ըմբոստ վերաբերմունք, վերահսկող էի, խորամանկ։ Իմ մտավոր աշխարհը միանշանակ նորոգվելու կարիք ուներ, բայց ես ընդհանրապես չէի մտածում, թե ինչի մասին էի մտածում։ Ես չէի գիտակցում, որ կարող էի մի կողմ նետել վատ միտքը և ընտրել լավը։ Իսկ իմ խոսքերը, Աստված իմ, նկատի ունեմ իմ բերանը միշտ աշխատում էր, սակայն ես չգիտեի, որ բառերը լեցուն են կյանքով կամ մահվամբ, և որ մենք կարիք ունենք զգուշությամբ ընտրելու այն, ինչ խոսում ենք։ Եվ երբ խոսում ենք մտքերի կամ շուրթերի մասին, պետք է լսենք այս ուղերձները կրկին ու կրկին, 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 կրկին։ Քանի որ կան բաներ, որոնք մենք արագ մոռանում ենք։ Աստված սովորեցրեց ինձ գերազանցության վերաբերյալ, ասելով, ես ուզում եմ, որ դու գերազանց լինես։ Ես ձեզ կասեմ մյուս երկու բաները, Աստված սկսեց ինձ շատ բան սովորեցնել մթերային խանութում։ Քանի որ ես փոքր երեխաներ ունեի, ստիպված էի գնալ մթերային խանութ շաբաթը 2, 3, 4 անգամ։ Եվ գերազանց լինելու վերաբերյալ դասերից մեկը, որ Աստված սովորեցրեց, սա էր, որ սայլակը վերադարձնեմ սայլակների համար նախատեսված տեղը։ Դա հեշտ չէր ինձ համար։ Գիտեք, մենք ջանք ենք թափում, որ հավասարակշռության մեջ պահենք այդ սայլակը։ Մենք չենք ուզում հարվածել մեկ ուրիշի մեքենային, ուստի անիվները պտտում ենք և փորձում այնպես անել, որ սայլակը չգլորվի։ Իսկ այն գլորվում է և դու հետ ես դառնում ու կրկին կանգնեցնում սայլակը։ Հեշտ է ասել արա այն, ինչ ասվում է անել։ Բայց ցավալին այն է, որ ինձնից պահանջվեց 2 տարի։ 2 տարի լիովին հնազանդ դառնալու համար։ Եվ նշանակություն չունի ստիպված եմ անձրևի տակ 1 կիլոմետր քայլել, թե ոչ, հիմա ես իմ սայլակը չեմ թողնում դրսում կայանատեղիի մեջտեղում։ Տեսեք, սա մի փոքր բան է։ Եվ այսպես, մենք մտածում ենք, Աստծուն դա չի հետաքրքրում։ Բայց կարող եմ ձեզ մի բան ասել և խնդրում եմ, որ հիշեք սա, եթե մենք չհնազանդվենք Աստծուն փոքր բաներում, երբեք չենք հնազանդվի նրան մեծ բաներում։ Այդ իսկ պատճառով ասում եմ ձեզ, Աստված ինձ հետ էր այդ կայանատեղիում և նա նայում էր ինձ։ Եվ ով գիտի, եթե ես երբեք իմ մթերքի սայլակը իր տեղը չդնեի, գուցե այսօր այստեղ չլինեի։ Ես դա լուրջ եմ ասում։ Քանի որ մենք դաս ենք սովորում հենց այնտեղ, որտեղ գտնվում ենք։ Եթե դուք պետք է գնաք Աստվածաշնչյան դպրոց, հրաշալի է, բայց այսօր ուզում եմ ասել, դուք կարիք չունեք գնալու Աստվածաշնչյան դպրոց, որպեսզի կրթվեք ծառայության համար։ Դուք պետք է պարզապես սկսեք լսել, թե ինչ է Աստված ասում ձեզ և անեք դա։ Ամեն։ Օ, ես արդարացումներ ունեի այդ սայլակի առումով։ Դե, ես զբաղված եմ, ես շտապում եմ։ Բոլորն իրենց սայլակներն այստեղ են թողնում, ինչու ես պետք է իմ սայլակը հետ տանեմ։ Բայց գիտեք ինչ, մենք բոլորը չենք։ Մենք բոլորը չենք, մենք աշխարհում ենք, բայց աշխարհից չենք, մենք պետք է տարբերվենք։ Մենք պետք է տարբերվենք, փայլենք, չվարվենք այնպես, կարծես ավելի լավն ենք, քան ուրիշները, որովհետև մենք ավելի լավը չենք, քան մեկ ուրիշը, բայց մենք պետք է լինենք գերազանց։ Երկրորդ բանը, որն Աստված ասաց, սա է. ես ուզում եմ, որ դու լինես ազնիվ մարդ։
Երբեք մի չարաշահիր այն գումարները, որ տալիս եմ քեզ ծառայության համար։ Եվ մենք այդպիսին ենք։ Մենք չենք վատնում ծառայության գումարները։ 86%-ն այն ամենի, ինչ մուտքագրվում է, վերադառնում է ծառայության համար։ Մենք պետք է լինենք ազնիվ մարդիկ։ Մարդիկ, որոնք ուրիշների հետ վարվում են այնպես, ինչպես կցանկանային, որ իրենց հետ վարվեին։ Ամեն։ Երբ ունեք ազնվություն, դուք ավելի լավ չեք վարվի այն մարդկանց հետ, որոնց կարևոր եք համարում, քան նրանց, որոնց անկարևոր եք համարում։ Քանի որ գիտեք, թե ինչ է մտածում Աստված։ Աստծո համար բոլորս էլ նույնն ենք։ Խոնարհության առաջին կանոնի համաձայն ես ավելի լավը չեմ, քան մեկ ուրիշը։ Ամեն։ Մի քանի տարի պահանջվեց, որպեսզի ամուսնուս մատուցեմ իրեն արժանի հարգանքը։ Աստված տարիներ շարունակ պետք է աշխատեր ինձ հետ այդ ուղղությամբ։ Քանի որ անցյալում բռնության ենթարկվելու պատճառով ես վատ վերաբերմունք ունեի ցանկացած տղամարդու հանդեպ, որը փորձում էր ինձ որևէ բան ասել։ Քանի որ իմ հայրը վերահսկող էր, եւ ես միշտ ասում էի, երբ այստեղից դուրս գամ, ոչ մի տղամարդ երբևէ ինձ ոչինչ չի ասի։ Ես ինձ տվել էի խոստումներ, որոնք անհրաժեշտ էր խախտել։ Եվ ես օգտագործում էի իմ կյանքում տեղի ունեցած բռնությունը որպես իմ վատ վարքագծի արդարացում։ Մի օր աղոթքի մեջ վիճաբանում էի Տիրոջ հետ եւ ասում. Ես երբեք այս խնդիրները չէի ունենա, եթե բռնության չենթարկվեի։ Իսկ նա ասաց, այո, ճիշտ է, բայց մի օգտագործիր դա որպես արդարացում այդպիսին մնալու համար։ Հասկանում եք, ես խնդիրներ եմ ունեցել, դուք խնդիրներ եք ունեցել։ Սակայն մենք չենք կարող մեր խնդիրները օգտագործել որպես արդարացում մեր վատ վարքագծի համար։ Ոչ էլ կարող ենք թույլ տալ, որ վատ վարքագծով մարդիկ մեզ իջեցնեն իրենց մակարդակին։ Դա հենց այն ժամանակն է, երբ մեզ հնարավորություն է տրվում ցույց տալու Աստծուն։ Վերջերս գրել եմ մի գիրք, որը կոչվում է Սիրել այն մարդկանց, որոնց դժվար է սիրել։ Աշխարհը լի է մարդկանցով, որոնց դժվար է սիրել։ Բայց Աստված հենց սա է ուզում, անկախ ամեն ինչից, սիրեք նրանց։ Քանի որ դա միակ բանն է, որ բոլորը հասկանում են, բոլորը ցանկանում են եւ քչերն ունեն, այսինքն իսկական սեր։ Եվ ես շատ արագ կասեմ սիրո մասին, սերը զգացմունք չէ, այստեղ ենք մենք շփոթվում, մենք կարծում ենք, թե դա զգացմունք է։ 4 բառ կա, 4 հունարեն բառ, որ թարգմանվում է սեր, բայց դրանք իրականում տարբեր բաներ են։ Մեկը ռոմանտիկ սերն է, մյուսը ընկերական սերը, երրորդը ընտանեկան սերը, իսկ վերջինը Աստծո ագապե սերը, սիրո աստվածային տեսակը, որը մեր ներսում է։ Քանի որ Աստծո սերը հեղվում է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, երբ փրկվում ենք։ Մենք կարող ենք սիրել մարդկանց, մենք պարզապես պետք է կամենանք դա անել։ Ամեն։ Իսկ սերը այն չէ, թե ինչ եմ զգում մարդու հանդեպ, այլ թե ինչպես եմ վարվում նրա հետ։ Մենք կարիք ունենք ավելին անելու մարդկանց համար։ Մենք կարիք ունենք ավելի շատ բարի գործեր անելու։ Պարզապես այն պատճառով, որ սիրում ենք տալ։ Պարզապես այն պատճառով, որ սիրում ենք Աստծուն։ Դուք կարիք չունեք ճանաչելու ինչ-որ մեկին, կարիք չունեք հավանելու ինչ-որ մեկին։ Բայց ես եւ դու կարիք ունենք չափազանց առատաձեռն լինելու, իսկ դա ավելին է, քան պարզապես եկեղեցում զոհաբերություն տալը։ Դա ամեն ինչ է, հաճոյախոսություններ անելուց մինչև ներում։
Գիտեք, շատ անգամներ մենք աղոթում ենք Աստծուն, որ նա անի բաներ, որոնք մենք հեշտությամբ կարող էինք անել եւ պարզապես չենք կամենում։ Մի անգամ աղոթում էի մի մարդու համար, որին չեմ ճանաչում, հիմա մոռացել եմ, թե ինչի համար էի աղոթում։ Ենթադրենք նա ուշացրել էր վարձը, օ Աստված, օգնիր Մերի Ջեյնին իր վարձը վճարելու։ Օ Աստված, օգնիր նրան։ Տուր նրան գումար, որ վճարի իր վարձը։ Ինչ որ մեկին ասա, որ օգնի նրան, գիտեք ինչ ասաց Տերը, դադարիր խնդրելուց, որ անեն բաներ, որոնք ինքդ կարող ես անել, բայց չես ուզում։ Հուսով եմ, որ հենց նոր հիշեցիք առնվազն 2 այսպիսի դեպք, որոնց համար ծափահարում եք։ Ես ուրախ կլինեմ, եթե հաջորդ շաբաթվա կեսերին կարողանաք ինչ-որ մեկին ասել պարզապես 2 բան։ Եվ ես չեմ կատակում։ Տարիներ առաջ մի գիրք էի գրել, որ կոչվում էր «Հնազանդեցրու ինձ, որ սիրեմ», բայց այն չվաճառվեց, փորձեցի մեկ այլ գիրք։ Սիրո հեղափոխություն վերնագրով թերևս 10 տարի առաջ, եւ դա եղավ իմ գրքերից ամենավատ վաճառվող գիրքը։ Իսկ հիմա սիրել այն մարդկանց, որոնց դժվար է սիրել գրքի ցուցանիշը լավ է, բայց ոչ հիանալի։ Սա հոգևոր առումով ինձ իսկապես զայրացնում է։ Ես կարծում եմ, որ սա իր տեսակով արդար զայրույթ է, քանի որ չեմ սիրում, որ մարդիկ չեն ուզում այն, ինչ իրենց անհրաժեշտ է։ Մենք ուզում ենք, որ ամեն բան հարմարավետ լինի, եւ ես ազնիվ կլինեմ ձեզ հետ։ Կարծում եմ, որ կարող եմ ասել այն, ինչ ուզում եմ, քանի որ հավանաբար բավականին երկար ժամանակ ես չեմ լինի այստեղ։ Մեզ անհրաժեշտ է ավելի շատ քարոզներ լսել չարչարանքի մասին։ Նկատեցիք, դուք չեք ծափահարում այնքան բարձր, որքան ծափահարում եք այլ բաների համար։ Մենք կարիք ունենք ավելի շատ քարոզներ լսել զոհաբերելու մասին։ Շարժառիթներ։ Օ, եկեղեցում լռություն է տիրում, երբ քարոզում ես շարժառիթների մասին։ Որովհետև միայն Աստված գիտի ձեր շարժառիթը։ Արդյոք դա արեցի երևալու համար։ Արդյոք դա արեցի, որ իմ մասին լավ մտածեն, արդյոք դա արեցի, որ ինքս իմ մասին լավ կարծիք ունենամ։ Թե արեցի, քանի որ սիրում եմ Աստծուն։ Պարզապես արեցի։ Ես չեմ կարող ասել, թե որքան շատ եմ ուզում, որ մարդիկ ծառայեն Աստծուն իրենց ամբողջ սրտով, իրենց ամբողջ կյանքով։ Լավ, մի սուրբ գրային խոսք, կարծում եմ ժամանակ ունեմ։ Հովհաննեսի 5-րդ գլուխ 1-8 խոսքերը։ Հրաշալի պատմություն է։ Դրանից հետո հրեաների տոնն էր, եւ Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կար, որ եբրայերեն Բեթհեսդա է կոչվում, որը 5 սրահ ունի, կամ խորշեր կամ դռներ։ Դրանց մեջ պառկած էին շատ հիվանդներ, կույրեր, կաղեր, գոսացածներ, կծկված մարդիկ, որոնք ջրերի խառնվելուն էին սպասում։ Այսպիսով այստեղ ունենք ջրով լի ավազան, 5 մուտք եւ շուրջ բոլորը պառկած հիվանդներ։ Միայն տարին մեկ անգամ հրեշտակը գալիս էր, դիպչում ջրերին եւ դրանք խառնվում էին։ Եվ ով կարծում եմ միայն մեկ մարդ, առաջինը մտնում էր ջուրը, բժշկվում էր։ Եվ մի մարդ կար, որը 38 տարի շարունակ պառկած էր այնտեղ, սպասելով հրաշքի։ Թույլ կտամ, որ 1 րոպե մտածեք դրա մասին։ Եվ Հիսուսը եկավ նրա մոտ, 6-րդ խոսքը, երբ Հիսուսը նրան տեսավ պառկած անօգնական, եւ դուք կմտածեք, որ Հիսուսը հենց ինքը բարությունը,
Տեսնելով 38 տարի այդտեղ պարկած տղամարդուն, մի փոքր խղճահարություն կունենար։ Օ, խեղճ մարդ։ Օ Աստված իմ, այստեղ պարկած է եղել 38 տարի։ Հիսուսը նրան ասաց. Հիսուսը ասաց նրան. ուզում ես առողջանալ։ Ընդլայնված թարգմանությունն ասում է. իսկապես փափագում ես առողջանալ։ Մի թարգմանության մեջ ասվում է դու իսկապես լուրջ ես վերաբերվում քո առողջանալուն։ Ես կարծում եմ, որ որոշ մարդիկ պարզապես պառկում են և սպասում, որ մեկ ուրիշն անի իրենց փոխարեն։ Հիմա կասեմ ձեզ, ես մի փոքր կրակ ունեմ իմ ներսում և 38 տարվա ընթացքում կարող էի սողալով հասնել այդ ավազանի եզրին։ Նկատի ունեմ 38 տարին բավականին երկար ժամանակ է, դու կարիք չունես տարածություն անցնելու 38 տարում հասնելու այնտեղ։ Ես այսպիսի վերաբերմունք կցուցաբերեի, ես օգնել եմ այսպես ապրելուց, ես կընկնեմ ջուրը, եթե նույնիսկ խեղդվեմ, բայց ես առաջինը կլինեմ։ Այս պատմությունից ես շատ բան եմ սովորում, ուզում եմ տեսնեք, թե ինչ պատահեց։ Հիվանդը ասաց. Սա խոսում է այն մասին, թե ինչ վիճակում էր նա։ Տեր, ոչ ոք չունեմ, որ ջրերը խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի։ Ես ոչ ոք չունեմ, որ իմ փոխարեն անի։ Երբեք չի մտածել սողալու մասին։ Գուցե ձեզնից ոմանք ընդամենը կարիք ունեն մի քիչ ավելի սողալու։ Ես ոչ ոք չունեմ, որ ինձ իջեցնի ավազանը, մինչ ես գալիս եմ, ուրիշն ինձնից առաջ է իջնում։ Ես սիրում եմ այս պատմությունը։ Միանշանակ սիրում եմ, դուք կարող եք պատմել այն բոլոր լեզուներով, ես պատմել եմ այն Հնդկաստանում, պատմել եմ Աֆրիկայում։ Բոլորն էլ հասկանում են այն։ Նա արդարացում ուներ 38 տարի այնտեղ մնալու համար, ոչ ոք իր փոխարեն չէր անում այն, ինչ ինքը կարող էր ինքնուրույն անել։ Եվ ուրիշը մշտապես իրենից առաջ էր ընկնում։ Կարող եմ մի բան ասել, դուք կարող եք խեղճ լինել, կարող եք ուժեղ լինել, բայց դուք չեք կարող երկուսը միաժամանակ։ Իսկ ես տարիներ շարունակ անցկացրել եմ, տարիներ եմ վատնել ինքս ինձ խղճալով։ Ես օգտագործում էի ինձ հետ պատահածը որպես անլուրջ քրիստոնյա մնալու պատրվակ։ Իրականում ես գնալու էի երկինք, սիրում էի Հիսուսին և վերստին ծնված էի, ես գիտեի, որ փրկված էի և գնալու էի երկինք, բայց ձեզ կասեմ, ոչ ոք իմ փոխարեն չէր անելու դա։ Վերջերս շատ եմ մտածում այս մասին, ես իսկապես հավատում եմ։ Եվ աղաչում եմ ձեզ, դադարեք գալ եկեղեցի ինչ-որ բան ստանալու համար։ Ապա ես գնալու եմ, որ ստանամ իմ օրհնությունը։ Ոչ, իսկ ինչ կասես գալու և օրհնություն լինելու մասին։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։